Աստծո փառք որ կրնանք իր ներկայության մեջ գտնվել զինքը բաշտել իրեն հանձնվել շատ հաճելի Աստծո ներկայության մեջ լալու Կուզեմ հարցնել մեր կյանքերուն մեջ ամենաթանկագին քանցը ինչ բան է Ինձի եւ Սալպին համար մեր ամենաթանկագինը նստած են այստեղ մեր զավակներն են մեր քանցերն են իրենց համար լավագույնը գուզենք իրենց համար լավագույնը գնենք մեծ զոհողություններ կերտանք մեծ նեղություններ կքաշենք որպես իրենց ներգան եւ ապահովենք մեր բզիկներ մեր երեխաներ մեզի կզինաթափեն they disarm us Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխուն մեջ Բոս արաքյալ նաև խոսի քանցի մասին Քանցը հողե ամաններու մեջ ունինք Այս հատվածին նայելով պիտի 3 բաներու նայենք հասկանալ քանցը understanding the treasure քնահատել քանցը appreciating the treasure եւ քանցին համար զոհաբերվել sacrificing for the treasure Յոթերորդ համարի մեջ երկրորդ Կորինթացիս 4 գլխում Պողոս արաքյալ գսե արդ մենք այս քանցը հողե ամաններու մեջ ունենք Այս քանցը հողե ամաններու մեջ ունենք Ինչ հողե ամանի մասին կխոսի եւ ինչի այս քանցը որը մասին կխոսի կակնարկե Երկու հարցումներուն պատասխանն նախորդ համարներում մեջ կգտնվին Հողե ամանը կակնարկե մեր սրդերը ասելով մեր սրդերը այսինքն մեր մտքերը մեր անձը մեր օվլալը մենք ես իմ անձս հողե ամանն ենք Եվ չորդ համարի մեջ քանցի մասին գխոսի ասելով Քրիստոսի ավետարանին փարքին լույսը ավետարանին փարքին լույսը Այսը երկու բառեր կան գետրոնական ավետարան եւ փարք Ավետարան Աստծո սիրո պատգամն է Որու գակնարկե, որում մեջ կենթադրվի ցավ, դարաբանք, զոհություն եւ մահ, որովհետեւ Հիսուս խաչվեցավ ավետարանին համար, որպես ավետարանը մեզի ներկայացնի։ Ավետարան, դարաբանք, ցավ։ Եվ երկրորդ բառը փարք բառն է։ Փարք Մեծություն, հզորություն, դիրաբեդություն Հիսուս խաչվեցավ, բայց վերջը համբարձավ, հարություն արավ եւ համբարձավ, փառավորվեցավ Հիսուս Քանցը Աստծո թագավորությունն է Աստծո թագավորությունը, որ երկու երես ունի Երկու երես ունի, մեկ երեսը դարաբանք ցավ, ավետարան Մյուս երեսը փարք Կարծես գոբեգիմը, լումայիմը երկու երեսներն են Եվ այս ընթացքը տարաբանք եւ փարք կտեսնենք կգրտնվի արաքյալներուն կյանքերուն մեջ եւ թարերով քրիստոնյաներու կյանքերուն մեջ եւ միջև այսօր մեր կյանքերուն մեջ Դարաբանք եւ ցավը գտանին փարքի առանց դարաբանքի փարք չկա առանց զոհության փարք չկա արժևորել քանցը Հիմա շատ իրավունք ունիք բան մսելու որ այս ինչ որ ասինք այս քանցին հողի ամաններու մեջ
Շատ լավ աստվածապանական մտքեր են, բարձրապես մտքեր են, քաղաքարներ են, օդի մեջ, շատ լավ է։ Բայց ինձ հետ ինչ կապ ունի, իմ ամենօրյա կյանքիս հետ, դժվարություններուս հետ ինչ կապ ունի, ինչ նշանակություն ունի, ինչ արժեք ունի։ Ինձ ինչ օգուտ ունի այս քանցը կամ այս ավետարանը։ Օրինակով մը սկսեմ։ Երևակայեցեք ուշ քիշեր մինակնիտ օթոյով դեղ մը գերտակ և ամայի փողոցի մը մեջ կանցնիք անձանոտ։ Եվ ծեր օտոն գավրվի, սելֆոնը չաշխադիր, մինագեք, մութին մեջ։ Եվ թեմացնետ երեք երդասարտներ գուքան, հսկա երդասարտներ գկալեն գործ, կսկսիս վախնալ, սարսապիլ, աս երդասարտներ ինչ պիտի ենեն, պիտի կողոպտեն ինձի, պիտի վնասեն, սպաննեն, Եվ երբ կմոդենան գամած կեզի կնգադես, որ ծիրկենին կիրք մգա, ավելի կմոդենան գդեսնաս, որ այդ կիրքը ավետ աստվածաշունչեր են։ Այս երդասարտները Սուրբ Գիրքի սերտողություն է դուրս կուքան։ Ինչ կսկաս այդ պահին։ Այդ վախըտ անմիջապես կփոխվի ուրախության։ Ինչու՞։ Որովհետև գիտես Սուրբ Գիրքի սերտողությունեն ելած մարդը քեզի չի վնասեր, քեզի չսպաններ, հապա քեզի կօգնե։ Ինչու ապահով գսկանք հավատացյալներու քրիստոնյաներու ներկայության մեջ, նույնիսկ եթե անձանոթ են, նույնիսկ եթե օդար են, որովհետև գիտենք, որ ավետարանը քրիստոնեությունը, քրիստոնեական հավատքը մեզ կփոխե, որպեսզի անոնք, որ ավետարանս լուր չի գարնեն, անոնք կփոխվին, լավ մարդ կլան, գադարյալ չէ, բայց լավ մարդ կլան։ Ավետարանը մեզ լավ մարդ կդարձնե։ Եվ երկրորդ Կորինթացիս 4 գլխում մեջ որ գարտացվեցավ մեզի, Պողոս առաքյալ իր մասին կխոսի եւ հետեւյալ բաները գսե։ Ավետարանը իրեն ըրած է ազնիվ, բարգեշտ, ճշմարտախոս, թափանցիկ, գեղձավորություն չներ, խոնար, ծառա։ Պողոս առաքյալ իր մասին կխոսի։ Նույն ժամանակ ավետարանը իրեն կդարձնե զորավոր, resilient, թիմացկուն, կհարվածինվին կսե, բայց սվարինգատ չենք։ Մեզ կհալածեն, բայց ներինգատ չենք։ Զորավոր են, հավիտենական կյանքի հույս ունին։ Ամփոփելու համար ավետարանը մեզ լավ մարդ կնե, մեզ նաև զորավոր մարդիկ կնե։ Եվ այդ պատճառով աշխարհը ավելի լավ դեր կլա։ Ասիկա որպես անհատներ, բայց երբ այս անհատները քովքովի կուքան, եկեղեցին, հասարակությունը, համայնքը, երկիրը ավելի լավը գլա։ Մենք այստեղ արևմտյան երկիրներու մեջ, ես անցած շաբաթ Ավստրալիան ալադոր մեջ կհաշվեմ, գաբրինք արդարության մեջ, կատարյալ չէ, բայց դեմոկրասի կա, ուր ամեն մարդ օրենքին առջև հավասար է, աղքատ ես, հարուստ ես, դքետ ես, զարգացած ես։ Երկիրներու մեջ կապրինք, ուր մարդու իրավունքները կպաշտպանվին։ Նաև այս երկիրներու մեջ կապրինք աննախադեպ, unprecedented հարստության մեջ, ջոխության մեջ, պատմության մեջ չէ եղած, որ այսչափ ջոխություն ունեն ամարտարարածը, եւ ոչ միայն թագավորները, հասարակությունը, ժողովուրդը։ Ինչու արևմուտքը այսչափ օրհնված է։ Ինչու այսչափ արարդություն կա։ Ինչու ամեն մարդ կուզե այս երկիրները քալ։ Մենք Սուրիայեն, Լիբանանեն, տարբեր երկիրներ է։
Փակիստան են, Աֆղանիստան են, Հնդկաստան են, բոլոր հոսք ուզենք ալ։ Ինչու՞։ Շատ պատճառներ կան, բայց մեծակույնը քրիստոնեական արմատներն է այս երկրներու մեջ։ Այս երկրները քրիստոնյա չեն, բայց քրիստոնեական արմատներ ունին եւ քրիստոնեական մտքով ցևավորված են, գազմված են։ Օրենքները քրիստոնեական աստեցության դակ են, ավետարանին աստեցության դակ են։ Այսքանցը, որում մասին Բողոս Արաքյալ կխոսի, մեզի անցնապես լավ մարդիկ կնե եւ մեզի լավ երկիրներ կուտա, ուր կրնանք լավ հանգիստ ապրիլ։ Մեզի լավ ընտանիքներ կուտա։ Նայեցանք ինչ է կանցը, նայեցանք արժևորումը կանցին, հիմա նայենք զոհապերությունը, խոանցին համար զոհապերել։ Ինչպես որսի այսօր ավետարանին գոմեն, ավետարանին պատճառով մենք օրհնված ենք, չափազանց օրհնված ենք, քնահատենք կամ ոչ, մենք հավատացյալ ըլլանք կամ ոչ, ավետարանին օրհնությունը մեր բոլորին վրա հասած է։ Ինչպես, ցեզ երկու օրինակ տամ։ Այդ կրթությունը, դաստիարակությունը, որ ստացած ենք մեր ընտանիքներում մեջ, մեզի հասած է ավետարանին գոմեն։ Մեր ընտանիքներն ալ աստված են ավետարանով եւ այդ ավետարանին լույսին դակ մեզ դաստիարակած են։ Մեր արժեքային համագարկը ամեն բան ավետարանեն է։ Մեզ մեջ շատերը դպրոցներ կացած են Լիբանան, Սուրիա եւ այդ դպրոցները աջակցություն կստանան մինչեւ այսօր ավետարանչական ընկերակցության գոմե, որում մասին քիչ հետո պիտի խոսիմ։ Եվ այս ավետարանչական ընկերակցությունը ծնունդ առավ եկեղեցին գոմեն եւ եկեղեցին հիմնված է ավետարանին գոմեն։ Այս բոլորը ավետարանին բդուներն են, բարգևներն են մեզի։ Եկեղեցին ինչպես ծնունդ առավ։ Տարիներ առաջ, թարեր առաջ, հազարավոր տարիներ առաջ ասված նայեցավ մարդկության եւ մեր մեջ տեսավ քանց։ Հակառակ որ մենք իրեն չէինք ճանչնա, թշնամի էինք, մենք իրեն համար քանց էինք։ Եվ ադոր համար Հիսուս եկավ եւ Աստծո թագավորությունը հիմնվեցավ։ Առաքյալները մեծ զոհությամբ ավետարանը քարոզեցին եւ եկեղեցին հիմնեցին։ Շատերը չարչարվեցան, հալածվեցան, նեղություն քաշեցին։ Բողոս Արաքյալը ինքը գսե, ինչ որ ինձ շահեր գսե, ադիկա վնաս կսապեմ գսե։ Զոհություն հրած էր, ամեն բան հրաժարած էր, որպեսի Քրիստոսի շահի։ Թարերու ընթացքին հավատացյալներ, Աստծո զավակներ հսկայական զոհաբերություն հրած են, որպեսի այսօր մեզի փոխանցեն եկեղեցին, Աստվածաշունչը մեզի փոխանցեն։ Գիտեք 14-15-րդ դարում մարդիկ գրագի վրա այրեցան, որովհետև Աստվածաշունչը թարգմանեցին ժողովրդին լեզուով։ Մենք այս տարի պիտի նշենք 180-ամյակը հայավետարանական եկեղեցին։ Հայավետարանական եկեղեցին հիմնվեցավ մարդոց կողմէ, ովքեր զրկվեցան շատ բաները իրենց հավատքին համար, հալածվեցան, գործերին գործընծուցին, իրենց բիզնեսները բոյքոտ եղան, որովհետև ավետարանը քարոզեցին, ավետարանին հավատացին, մեծ զոհաբերությամբ հիմնեցին հայ ավետարանական եկեղեցին, որը այսօր մենք այստեղ գվայելենք եւ գուքանք։ Մենք եկեղեցի գուքանք, որով գուզենք գալ, որով գսիրենք եկեղեցին, որով գործնվենք եկեղեցին, բայց այս եկեղեցին ծնունդ առած է, այս եկեղեցին բդուղն է շատ զոհաբերություններու, նեղություններու։ Եվ այդ նախահայրերը, ովքեր հիմնեցին այս բոլորը մեզի հանցնեցին, այսօր չգան, երկինքի մեջ են, եւ երկինքեն գնային մեզի եւ մեզի հարցումներ կհարցնեն, մեզի խորհուրդներ կտան։ Գսեն, որ մենք շատ ուրախ ենք, որ գվայելեք Աստծո թագավորությունը, որ գվայելեք եկեղեցին, որ մենք ցեզի մեծ զոհությամբ փոխանցեցինք։ Բայց մենք ցեզի խորհուրդ կտանք, ցեզ մեկը խնդրենք,
որ գվայելեք որ մեր զոհաբերության բդուղները, որ քնահատեք, ինչ որ ունիք, արժևորեք, ավետարանը եւ եկեղեցին, որ ցեզի դրված է, ցեզի փոխանցված է, սիրեցեք, nurture, սնուցանեք, զոհաբերությամբ սնուցանեք եկեղեցին, զոհաբերությամբ սնուցանեք եկեղեցին առաքելությունը, ծառայությունը, ոչ թե ձեր ավելցուգեն դվեք, դուք ձեզ զրկեցեք հոնուր պետք է որբեսի դակ, մենք որովհետև զրկվեցանք շատ բաներ, որ ցեզի փոխանցենք ավետարանը, դուք ալ նույնը պիտի ընեք, որբեսի փոխանցեք 100 հաջորդ սերունդներուն ավետարանը եկեղեցին իր առաքելությունը, ավելի զորացած, քան ինչ որ դուք ստացաք, ոչ թե ավելի դգարացած կամ թույլցած։ Ավետարանը քանցմն է, որ գարժե մեր ամբողջ զոհաբերությունը, գարժե զրկանքներ, որ կստանանք, Քրիստոս գարժե, ավետարանը գարժե, մեր զավակները, մեր հաջորդ սերունդները գարժեն, որոնց համար մենք կանչված ենք զոհաբերելու, նեղություն քաշելու, որբեսի իրենց փոխանցենք ավետարանը ավելի զորավոր, եկեղեցին փոխանցենք ավելի զորավոր, նվիրվածությամբ, որբեսի ապակային հաջորդ սերունդները մեր սերունդին նայեն եւ ասեն ուրախ ենք, որ իրենք զոհաբերությամբ մեզի փոխանցեցին, այն ինչ որ իրենք ստացան։ Եվ Աստված ադոր հետ կփառավորվի։ Ես հիմա գուզեմ անցնել ուրիշ ներկայացումիմը ավետարանչական ընկերակցության մասին, որ այս բոլորին բդուղն է։ Ավետարանչական ընկերակցությունն ալ տասնյակ տարիներու պատմություն ունի, 108 տարվա եթե գուզեք, եւ ավետարանչական ընկերակցությունը ծնուն տարավ շատ զոհաբերություններու արդյունքով։ Եվ դարներու ընթացքին մարդիկ զոհեցին իրենց ժամանակը, տաղանդը, կարողությունը, նյութականը, քումարը, իրենք զրկեցին հանգիստը, իրենք զրկեցին շատ հաճույքները, որպեսզի այսօր այս ծառայությունը ըլլա եւ շատ-շատեր օրհնվին, որոնց մեկը ոմանք մենք ենք։ Մենք դպրոցներ կացած ենք, եկեղեցիներ հաճախած ենք, ներառյալ այս եկեղեցին, հայ ավետարանական եկեղեցին Մոնտրեալի, որը ավետարանչական ընկերակցության օգուտները քաղած է։ Ես պիտի անցնեմ այստեղ մեջտեղ, որպեսզի կարողանամ ցեզի ներկայացումը ընել։ Ուզեմ պատմությամբ սկսել Հասմիկի պատմությունը։ Հասմիկ այս իրական անունը չի։ Ես ասացիան հանդիպած եմ գտանչնամ։ Փոքր տարիքեն իր մայրը աղբահավաք էր։ Հասմիկի մայրը։ Ասի Հայաստանի մեջ Վանացով քաղաք։ Եվ այդտեղ մայրը ամենարդու բզդիկ Հասմիկը 1-2 տարեկան հետը կործի գտան, որը բաբա չի կա, ուրիշ մարդ չի կա, բզդիկ եղբայրը վերջը ավելի ուշ ծնած։ Եվ ամենարդու գտաներ աղբի garbage truck-ին ետևը, եւ ասել ես կոչ չեն, փած truck-ներ են այդ ժամանակ, եւ աղբերում քովը գնստեցին էր ետևը, եւ ինքը դունեդուն երթար աղբերը գահավաքել truck-ին ետևը։ Հասմիկը աղբամենի մեջ մտցած է, իրենց տունը աղբերում քովն էր։ Այսօր Հասմիկը այս աչի է։ Խոհարավույի է ճաշարի մեջ, աղբանոթին իր մայրը դուրս անած է, դուն վարձած են մակուր և վանացորի մեջ կապում, ինքը զդիկ եղբայրը և մայրը։ Հասմիկը այս աղբանոցեն գոսացավ, պարսրացավ, որով հետև շող գետրոն երթար Հայաստանի մեջ, Վանացով մեջ։ Ես աղջիկան մի քանի ամսարավ զումով խոսեց այդ։
Եվ ամեն ադեն գծիցնեմ, որով իրաս գխորերտանիշա այս նգարը, այդ առաքելությունը, որ ասված ունի, որ ասված ինգածը կպարստացնե։ Այս նգարի մեջ կդեսնանք շողի բզկիգը, այս շողի բադերը մեկի մեջ նգարված է ասիգա։ Կդեսնանք շողի բզկիգը արդիճաններով կպարստանա, որով հետև Ավետարանչականն է կմասնակցի Աստծո ծրագրին, որ գսե աղկալը աղբաբանում վերգահն է, և կնստեցն է իշխաններու սեղաններուն վրա։ Երեք ուղղություններ ունի ավետարանչականի գերարցությունը, ավետարանչություն, գրթություն և մարդասիրություն։ Ամեն մեկին մասին մեկ և ու համիլիս է։ Ավետարանչությունը, չեմ կիր այստեղ գալիներ ու զաբակները կեմպ արաբել կերտան, իմ բզիկներս կերտան կեմպ արաբել։ Ավետարանչականները կեմպ արաբելքին գոգն է, քրչակի ճամբարներում գոգն է, լիպանա, Հայաստանի ճամբարներում գոգն է, որով հետև ճամբարները ավետարանչության թաշտ է։ Շատ երդասարդներ Քրիստոսը գտնեն ճամբարներում մեջ, կեմպերում մեջ։ Եվ ուրիշ օգնություն մնալու ճամբարները։ Քրիստոնյա ընտանիքներու ծննդավայրն է։ Երդասարդներ այստեղ հանդիպին իրարու կսիրահարվին կամ ուսանան and they live happily ever after։ Ավետարանչականը նաև գոտնե շատ եկեղեցիներու, ինչպես էսի քիչ առաջ այս եկեղեցին օգնություններ են ստացած մեկն 2000-ականներու սկիզբի, երբ որ այս եկեղեցի պիտի քմվեր, ավետարանչականը իր ներդրում ունեցավ ֆինանսական։ Եվ մինչև այսօր շատ եկեղեցիներ, այսօր սպիտակի մեջ եկեղեցի կշինեն ավետարանչականի ֆինանսավորությամբ։ Financial assistance։ Մարդասիրական։ Իբանանի մասին գլսեք, գրմպատությունները եւ այլն, այսօր քչայի մեջ ես անցած շաբաթ Սիդնեի էի, Բաթեի Պոլայդոսյանը խոսեցա, քչայի մեջ 32 ընտանիքներ մենք ունենք այսօր, որոնք տուներին գործընթացած են։ Քրիստոնյա ընտանիքները, հայեր չէ, բայց մենք իրենց կողքին։ Ծայրահեղ աղքատություն կա, սղություն կա Լիբանանի մեջ, եւ ավետարանչականի օգնության եւ ուրիշ աղբյուրները, այս նկարները ծաղուտ եք, տեսած եք տելևիզիոնել, պատերազմ, պագործություն, խամտում, չարիցականներ օգնություն կպաչներ, գարիկավորներն ու աղքատներն։ Սուրիա նման իրավիճակ։ Պատերազմ չէ, այսօր ես նորեն Բաթեյսելինյանին կխոսեի և ուրիշները գլսեմ, զինված ինքներ եկան քրիստոնյա քյուրեր կվախցնեն, կսպանեն, գրմփագործեն։ Գարավայրությունը չի, բայց զինված ուժեր, անապահովություն կա, անապահովության կողքին սարսափելի սղություն կա։ Սուրիական պանը կրոնիսին տրամը արժեքազրկված է և արժեքազրկվի և սարսափելի սղություն կա, մարդիկ չեն գնալ իրենց առօրյա մեկներով կա։ Եվ ադորամար շատ հետաքրքրական է մարտարարածը, երբ որ նեղություն կհասնի աղձողը բաց է։ Ասիկա չորեշապի օրվա սուրգիքի սերվողքին է։ Եկեղեցին նստելու դեղ չի կա։ Եվ մարդիկ կան ասում իբան եկեղեցին որոշ հանգստություն մտնելու համար։ Հոլանդ, ավետարանչականի օգնությամբ, հիմա մեզ թիմած են հսկայական գումարներ պետք ունի, թե դպրոցներուն համար և թե օգնություն պաշտելու համար։ Եվ ավետարանչականը օգնում է։ Գրթություն։ Անցած տարի Բաթելի Անգո Պաշարյանը ոսեր չրկեքայիններ ներկայարաններ լսեցին զինքը ստեղալ պատկանքներով և աջարի դպրոցի քիշերոթիգի մասին ուզեմ խոսել։ Որովհետև քիշերոթիգը կաչակցի կողմ է բզիկներու, շատերը բզիկներու, ովքեր կամ զրողազուրկ են, որհեր, կամ որքի նման են։ Եվ բզիկներ կա սարսափելի բախտություններ են։ Եվ քիշերոթիգը հիմա իրենց օգտակար է։
Մեր բզիկները ինչ կերած են, ինչ կուզեն, ինչ կարգինգան են յանքեն։ Մենք ինչ կարգինգան են յանքեն։ Լավ գործ, լավ արցագուրդ, դոներուն լավ խաղալիք, Եկ ամենավեջին iPhone-ը կուզեն, անջարի բզիկները ինչ կուզեն, ծեզի մի քանի օրինակներ տամ։ Այս երկու եղբայրները դում կուզեն, որովհետև բարձու կնստին, բայց մի քանի ամիսի մեկ դուրս կմնան, որովհետև չեն գնար բարձ կվճարել։ Փողոցը կմնան, լիտրի։ Հիմա անջարի դպրոցի քիշերոտի իրենց դում է, այս երկու եղբայրները։ Ծնողները չեն գիտել, որովհետև դրանք չունեն աղքատեն ծայրահեղ։ Այս երկու քույրերը շատ տխուր պատմություն ունեն։ Պատվելի Ակպաշարյանն ինձի պատմեց, ասոնց հայրը 32 զավակ ունի, ամեն մեկը տարբեր կնոջում է։ Չեն գնալ երևակայել հայ մարդը այդպիսի բան գնալ։ Եվ բզիկները չի արձնակրված գարավարկյանքով և բզիկները դպրոց չեն գերտար։ Ասոնք բզիկներն են, 32 ամենաբզիկներն են, տարիքով բզիկ են, անջարի դպրոցի մանց սկսած են կալ և պատվելին աշխատանք կետանի կորց գնե, որպես ասոնք identity ունենան, DNA թեստերով պաստեն, որ ասոնք հայրը ասել, մայրը ասել և գարնան ասնակիր ունենան։ Այս երկուքը ընգերություն կպնդրեն, որովհետև իրենց համար ընգերությունը սեքսն, սերն, ադիգա դեսած են իրենց բանը մեջ և ընգեր կպնդրեն, որովհետև իրենց համար ադի ընգերություն, իրական ընգեր չեն դեսած։ Այս բզիկ աղջիկը, չեմ կերանցած անգամ ծիզի իսյաս աղջիկան մասին, 5 տարեկան էր, մանգաբարդեզներ մեր անջարիքի և քիշերոտիկ դպրոցը մայրը գուկա գարնես ինք ատերը, նոր պիրած էր, երկու երեկ ամիսերու գուկա գարնե հետը։ Ատկի քիչ հետո աղջիկը տեքստ գնե ինձ ազդևեն ազադեցեք։ Պատվելին երկինը գերտան գտեսնեմ, որ բրոթոլի մեջ կապ, ամպարու անոց, մայրը ամպարուգին է, հաջախորդներ գուկան աղջիկն ալվում է։ Եվ աղջիկը մորը հերախուսը գարն է, կաղտնի կտրե մորը, ինձի դնորենին գնոչը աստեն ինձի ազատեցեք։ Երեկ որ գարն է գսե, որ մորը համոզեն, որ աղջիկան ծիկ է։ Այս աղջիկը ուզե, որ ընդունվի, իր վախերեն, կոմպլեքսներեն, կիշերները դագը գնե։ Եվ ամարդ կիդե գխնդավրան, acceptance-ի բետ ունի, սիրվելու բետ ունի։ Ավիդարչականը մեզի արիտներ կուտա օրտնվել և օրտնվելու։ Երբ գործնենք ուրիշին, երբ զոհապերությամբ գործնենք, ոչ մեր ավետցուկ են, մեր չունեցած են կուտան, մենք գզրգենք պաները և կուտան, որովհետև ավիդարանը մեզի այդպես հասված է, մարդիկ զրգված են պաները, որ ավիդարանը մեզի հասցն են, և որ մենք գզրգենք գործնենք ուրիշին, ասված մեզ գործնենք, մեր միջոցավ մեր հաջորդ սերունդները գործնենք։ Եվ ես միշտ գսեմ, և մեկ առաջարկ մնալ ունիմ, ուզեմ, որ մտածեք այդ մասին, գրնակ լեգսի ծկել ծեզ մեր վերջ։ Գրնակ endowment ֆանդերը ստեղծել ավիրանչականի հետ և ադի ադարիներով ադոր բդուվը գծարայության գնակն է։ Գրնակ ավիրանչականը տնել ծեր գդակներուն մեջ, որոշ կումարում և ադիգա գմնա և տարիներու ընթացքի շարունակական օգնություն գբեր է կարիքավորներուն ինգացներուն, որպեսի պարսացել։ Վարը ունինք 3 հատ երեխաներ, բզիկներ, որ հովանավորության բերք են։ Ամեն մեկը $400 է, դարիգա, և նորոքեք տարբե դարի։ $400 այսօր կումար չէ, մեզի համար։ Բայց այդ բզիկներ ադոր հետ դպրոց կերտան։ Այդ կումարով իրենց գրթական կարիքները կհոգան և ադոր հետ գրնակներ դպրոցներուն աճացություն բերել։ Եվ միշտ հիշենք, որ բզդիկին կողնենք,
Հիսուսին է ուղղենք։ Այդ Հիսուսը, որ խաչ ելավ, զոհապերությամբ մեզ բրգեց։ Եվ Հիսուս կսե այդ բզիկները մեկում գոպնեք, ինձի գոպնեք։ Աստված մեզ բոլորս շատ օրհնի։